Ողջույն թանկագիններս, ձեր համար շատ համեղ, գեղեցիկ տեսքով, անուշ բույրով, հատիկ եփած բրինձե փլավ եմ ուզում ներկայացնել, որ այս օրերին բոլորդ էլ խառը կլինեք ամանորից առաջ, կպատրաստեք բլինչի, կոտլետ եւ այլն, այսպիսի մի փլավ եփում եք կաթսայով ու թողնում եք ամբողջ ընտանիքի համար, անցնում գործի։ Սիրելիներս, պատրաստելու եմ տավարի մսով, նախորոք տավարի միսը եփել եմ, չէի վստահում, վաճառողը որ ասեց շուտ եփող է, մի տեսակ աչքս վախեցել է, դրա համար եփեցի, համոզվեմ, նոր յուղի մեջը տապակեմ, որ փլավս չփչանա։ Մի քիչ գլուխ սոխ եմ ավելացրել, թեպետ ամուսինս սոխով չի սիրում, բայց այնպես էր եփվել, որ ոչ էլ նկատեց մեջը սոխ կար։ Գազարը կարող եք քերել, կարող եք կտրատել, ինչպես կցանկանաք, ես կտրատել եմ։ Ոչ շատ գնով բարձր բրինձ եմ վերցրել, ինքը հատիկ էր եւ մտածեցի դրանով էլ շատ լավ փլավ կստացվի ու իրոք շատ լավ էր ստացվել։ Հատիկները մնացել էին ամբողջական, չէին լղկվել, չէին փխլվել, չէին ձևափոխվել եւ համն էլ շատ համեղ էր։ Բրինձներ կան, չէ, որ գնում եք, բայց բրինձից ինչ որ համ է գալիս, սա դրանցից չէր, գնով էլ բավականին ցածր գին ուներ։ Տապակել եմ սոխը, միսը եւ գազարը, հիմա ավելացնում եմ համեմունքը, կարմիր պղպեղ, սև պղպեղ, յուրաքանչյուրից համարյա 1 թեյի գդալի չափով, արդեն լավ կարմրել է, հիմա պետք է ավելացնեմ սխտորը, բայց այստեղ ոչ թե ունեի ամբողջական գլխով սխտոր, ինձ մոտ պատճեր էր, մոռացել էի նաև որ վերցնեի, թե չէ մի 3 գլուխ պետք է դնեի փլավի մեջ։ Սխտորը մաքրած չենք ավելացնում, իր վրա եկեղևով ենք դնում, բայց պարտադիր լվացած ենք դնում։ Տանը եղած սխտորն եմ օգտագործել։ Հիմա ավելացնում ենք լվացած բրինձը։ Բրինձը պետք է լվանանք այնքան մինչև ջուրը զուլալի հոսող ջրի տակ, որ իր վրայի այդ օսլան մաքրվի եւ փլավը եփելուց հետո կպչուն չլինի։ Ավելացնելով տապակած բաղադրիչներին գդալով մի փոքր սեղմում ենք, որպիսի եռալու ժամանակ իրենք վեր չբարձրանան եւ ազատ չեփվեն, կարողանան եփվել ջուրը գոլորշիանալու հետ մեկտեղ։ Ուրեմն միանգամից ավելացրեցի նաև աղը, որովհետև կափարիչը չեմ բացելու, ավելացնում եմ նաև 1 բաժակ մսի արգանակից եւ 3 բաժակ ջուր, այսինքն քանի որ միսը, սոխը, գազարը արդեն եփված են, իրենք եփելու համար ջուր չեն կլանելու իրենց մեջ, պետք է բրինձի հաշվարկն անենք, այստեղ 1 բաժակ, ինչ բաժակով որ բրինձն եք ավելացնում, այդքան 2 անգամ ավելացնում եք ջուրը, 1 բաժակ բրինձին 2 բաժակ ջուր։ Երբ կտեսնեք ջուրն արդեն ցամաքել է, մի հատ այսպես ինձ նման թաքուն կնայեք, եթե տակը հեղուկ կա, կափարիչը կփակեք, կթողնեք այդ դեղուկն էլ արդեն գոլորշիանա։ Փլավը եփում ենք միջին կրակով, շատ ցածր չենք անում եւ բարձր ընդհանրապես չի կարելի։ Եփվելուց հետո այսպես մի լավ տակու վրա ենք անում եւ թողնում ենք կափարիչը փակ գոնե 10 րոպե։ Այդ 10 րոպե հետո արդեն մատուցում ենք։ Չեք պատկերացնի ինչքան անուշ բույր ունի, ինչ հատիկ է, բրինձը ամբողջությամբ եփված, այդ մսի տապակած համը ամբողջությամբ փլավին տված, մի խոսքով արտակարգ փլավ է ստացվել, նույնիսկ չնկատվեց, որ սխտորը ինձ մոտ քիչ էր։ Հյուրերս շատ հավանեցին, շեշտեցին, որ գառան մսով ուզբեկական փլավից էլ համեղ է ստացվել։ Այսքանը սիրելիները, շնորհակալ եմ, որ դիտեցիք իմ տեսանյութը, այնպիսի բաղադրիչներ են պետք այս փլավը պատրաստելու համար, որ ամանորից առաջ բոլորի տանն էլ կլինի, նույնիսկ խանութ գնալ չարժե։ Կհանդիպենք հաջորդ վլոգում, բոլորիդ ուրախ տարի։